Հենց Civic-ին է պետք է գցեիք, հա։ Դու չունես։ Մենք պատրաստ եք, հարգելի գործ։ Բարև ձեզ, խնդրեմ։ Պարոն Ալեքսանյան, Իմ Անավազյանը ասաց, որ դեռ վերջնական որոշում չունեք Արամ Վարդևանյանի փոխոսնակի պաշտոնին ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ։ Ինձ հետաքրքրում է ինչը կպայմանավորի ձեր որոշումը ընտրելու օրինակ եւ չընտրելուն արդյոք կարող է պայմանավորված լինել նրանով, որ ուժեղ Հայաստանը փոխոսնակի ձեր տեխնացուներին, այդտեղ ձեր տեխնացությանը ըստ հայտարարությունների համենայն դեպս ում եք Շնորհակալություն, ոչ հաստատ դրանով պայմանավորված չի կարող լինել, որտեղ դա ինչ-որ մանր քինախնդրության նման մի բան կլինի, որպես այդպեսին մենք շատ ավելի բարձր ենք դրանից, կորոշվի քննարկման արդյունքներով նաև խմբակցությունը որոշում կկայացնի եւ խմբակցության ղեկավարը դրա մասին կհայտարարի նաև կայացված որոշման դրդապատճառների մասին։ Այսինքն ինչով է պայմանավորված, ես հստակեցնեմ էլի հարցը, ինչով է ուղղորդվելու Մանավազյանն ասում է հարցերին օրինակ ավելի հստակ չի պատասխանում կամ ինչ-որ բան եք ակնկալում, որ նա պետք է ասի, բայց չի ասում։ Կոնկրետ ինչ եք ակնկալում Վարդևանյանից, որ որոշի ձեր կողմ քվեարկությունը։ Եթե կողմ քվեարկ եք արդյոք ամբողջ խմբակցությամբ, թե այնքան ձայներ, ինչքան պակասում օրինակ Ալեքսյանը։ Արգելի Ռուզաննա, դուք հիմա տալիս եք ինձ հարցեր, որոնք ճիշտ կլինի տալ մեր վերջնական որոշումը կայացնելուց հետո։ Այսինքն, երբ որ մենք մեր վերջնական որոշումը կայացնենք, կներկայացնենք թե այդ որոշումը, թե այդ որոշման պատճառները որպես այդպես։ Ու նաև կհայտնենք քվեարկության ձևաչափը, եթե կողմը ինչպես է կողմ եւ եթե դեմը ինչպես է դեմ, ինչ չափով, ինչ չափերով եւ մնացածով, ինչ քվեների, ինչ քանակներով։ Խնդրեմ, պարոն Կիրակոսյան։ Պարոն Ալեքսանյան, ի վերջո ձեր եւ խմբակցության մյուս անդամների համար բարձ եղավ բարեկային ծառայությունը ուղեկցում էր պարոն Կոնջորյանի եղբորը, կամ Ավետ Կոնջորյանին թե ոչ, եթե ոչ չէր ուղեկցում, ապա դա ինչա պատահականություն է եղել, որ իրենք միաժամանակ եղել են այն մարդու տան մոտ, որին ըստ ինչպես հայտարարել են մյուս քվական կողմը Ավետ Կոնջորյանը հայոյանքներ էր հիշեցել։ Այստեղ ամեն ինչ ձեզ համար բարձր թե ոչ, եթե այո, խնդրեմ հասարակության հետ փոխանցեք, որովհետև մինչև հիմա տպավորությունն այնպեսին է, որ բարեկային ծառայություն ուղեկցում էր, որ պարոն Կոնջորյանի եղբայրը կարողանա ազատորեն սեռական բնույթի հայոյանքներ։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Կիրակոսյան, բայց հենց դրա համար, որ տարատեսակ տպավորություններ չլինեն, կա հարուցված քրեական վարույթ, որի շրջանակներում կլինեն պատասխաններ։ Եվ ձեր նշած հարց միանշանակ կստանա իր պատասխանը, որպեսզի մենք այստեղ գուշակություններով չզբաղվենք, այսինքն չմտածենք դա պատահականություն էր արդյոք, որովհետև լինում է իրականում, որ մեքենա է վարում, հետևից բարեկային ծառայության մեքենա է։ Լինում է նաև, որ բարեկային ծառայության մեքենան ուղեկցում, որպեսզի մենք այստեղ կներեք։ Ես օրինակ ես վերջերս Զեյթունում եմ ապրում, եթե չգիտեք, անցնում էի պարոն Կարապետյանի մեծ տան մոտով, հետևից այնպես էր ստացվել բարեկային ծառայության մեքենայի ազդանշաններ լսեցի, աչք քաշեցի, անցավ, գնաց ինչ-որ իր ծառայական գործերով առաջ էր գնում։ Դες լինում է, պարոն Կիրակոսյան, բայց չեմ պնդում, որ սա այդ դեպքն է ու այդ բան պնդելու ոչ իրավասություն ունեմ, ոչ ինչ-որ մի բան, պարոն Կիրակոսյան, կա քրեական վարույթ, որի ընթացքում ձեր նշած հարցերի պատասխանները կտրվեն, որպեսզի մենք այստեղ գուշակություններով չզբաղվենք։ Ճշտող հարց, այսինքն կուսակցության համար այդ հարցը դեռ բարձ չի, պատասխանը բարձ չի։ Դե կուսակցությունը առանձին քննչական ծառայություն չունի, որի եզրակացության հիման վրա էթիկայի հանձնաժողով, բայց երբ որ կա քրեական վարույթ, այդ քրեական վարույթը բնականաբար առաջնային նույնիսկ ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները, երբ որ գալիս հասնում են մի հարցի, որը որ քրեական վարույթի շրջանակներում է, այդ հարցը շրջանցում են, միջև քրեական վարույթը կստանա իր պատասխանները, խնդրեմ Civic-ին։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, շնորհակալություն եմ ձեզ ազգային ժողովի արդիվ եւ հարցերս ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների տեխնատության շուրջ քննարկում եղել են դիմության ոչ որ հանձնաժողովների նախապատվություն տվել սա հարց 1 եւ հարց 2 պարոն Ալեքսանյան միջդուք խորհրդարանում ոչ ֆորմալ մակարդակում համենայնիվ պայմանավորվածությունների մակարդակում կառավարող ուժեղ եւ խորհրդարանական դիմություն
պայմանավորում են կոռեկտության սահմաններում, բարեկրթության սահմաններում բանավիճելու եւ կառուցողական դաշտում աշխատել, Ուժեղ Հայաստան խմբակցության համանուն կուսակցության լիդերը իր դատական նիստից առաջ խոսում է իշխանապողության մասին, կողմնակականներ է տալիս կառավարողին եւ ասում է, որ այս կարծր մեքենան քանդվելու օրակարգը դեռևս ակտուալ է եւ ավելին պետք է երազենք, որ ինքը մնա դիմադիր դաշտում եւ առաջնորդի դիմադիր շարժումը։ Ձեր գնահատականը պարոն Կարապետյանի այս հայտարարությանը դիսոնանս չկա խորհրդարանական խմբակցության բարեկիրթ պահվածքի կեցվածքի խաղի կանոններ ընդունելու եւ այդ խմբակցության կուսակցության լիդերի ասացի միջև շնորհակալություն։ Դե դիսոնանս իհարկե կա, բայց նախ եւ առաջ շատ մի ճիշտ արտահայտություն մեջ բերեցիք, որ կերազեն ու դա իդեպ ուղղված էր ոչ թե մեզ ակնհայտորեն, այլ ժողովրդին, ընդդիմադիր տրամադրված ժողովրդին եւ մնացածին ասել է, որ կերազեք, պիտի երազեք, որ ես մնամ, ես չգիտեմ, թող մեր ընդդիմադիր քաղաքացիները գնահատական տան, բայց իմ կարծիքով ոչ մի, այդ թվում եւ ես, եւ մյուսները քաղաքական գործիչ արժանի չի նրան, սիրելի քաղաքացիներ, որ դուք երազեք, որպեսզի ինքը մնա։ Ինչ ասում։ Ասում պետք է բանանեք, մեզ ընտրեք, Եվ, բայց չէ, կներեք, պարոն Կիրակոսյան, ասել է, որ պետք է մեզ ընտրեք, կամ լավ կլինի, որ մեզ ընտրեք, կամ ճիշտը մեզ ընտրելն է լրիվ ուրիշ բան է, բայց ասել է, որ պետք է երազեք, օրինակ ես ուզում եմ պատկերացնել են քաղաքացուն, որը նստած երազում է, որ Սամվել Կարապետյանը մնա։ Այդ քաղաքացուն ուզում եմ, չէ, երազում է, ոչ թե քվեարկել է, ընտրակաշարքով կամ առանց, այլ հենց երազում է, օրինակ այդ ինչ երազ է, ինչպես է երազում, այսպես անրջում է, ինչ է տեղի ունենում, թախծոտ դեմքով է երազում, ուրախ դեմքով է երազում, այդ երազելու process-ը, մասնավորապես դրա մեխանիկան, ինչպես է տեղի ունենում։ Ես կարծում եմ դա անհարգալից։ Խոսքը ուղղված ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ եւ ես որպես ազգային ժողովի արդեն փոխնախագահ նաեւ ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ու թույլ տվեք ասել, որ անթույլատրելի են նման ձևակերպումներից։ Ինչ վերաբերում է նրա արտահայտած մյուս նաև վիրավորական արտահայտություններին, հորդորում եմ նման արտահայտություններ չանել, որովհետև վստահ չեմ, որ եթե պոլեմիկան տեղափոխվի այդ դաշտ, դրանից ուժեղ Հայաստանը կամ այդ ուժի առաջնորդը կշահի։ Հիշեցնում եմ, որ կար մի երկու ուրիշ քաղաքական ուժեր, որոնք մտան այդ դաշտ, արդյունքը կարծում եմ նրանց համար այդքան էլ գոհացուցիչ չէր։ Խնդրեմ։ Ինչ վերաբերում հանձնաժողովներին։ Հանձնաժողովը բնականաբար չի եղել ոչ մի քննարկում, ամեն ինչ տեղի կունենա նիստերի դահլիճում, այդ ընտրությունը մենք կընտրենք, ընդդիմությունը կընտրի, մնացածը արդեն խնդրեմ Նյուզեն։ Ես Անահիտյանեն, ես քան որ բարեկրթության եւ պայմանավորվածության մասին խոսեցի։ Երեկվա միջադեպից հետո հիմա եւ դուք եւ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները ասում են հարցը փակված է, միջադեպը կողմերը փաստորեն եկել են ինչ-որ համագործակցության։ Այսինքն ինչ համագործակցություն դուք քննարկել եք դրանից հետո, որ իրար հետ այլևս նման խնդիրներ չեք առաջացնելու, ուսում ելույթներ, ուրեմն հասկանալ ինչ համագործակցության մասին։ Համագործակցության, չգիտեմ ինչ մաս, ինչ համագործակցություն բառը, չէ, ինչ որ տեղի ունեցել ազգային ժողովի դահլիճում, երբ որ ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսել է եւ իր ելույթով ասել է, որ հարցը դրանից հետո չի քննարկվել, այն ինչ եղել է, նորից եմ ասում, եղել է ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Խնդրեմ։ Պարոն Ալեքսանյանը Սամվել Կարապետյանը այսօր հայտարարել է, անդրադառնալով հարցին, որ դիմադրների հետ ինչ ճյուղում է իրականացնելը, ասում է շատ ակտիվ համախմբում եք, ըստ ձեզ այդ համախմբումը ինչպես կարգավորվի մեր խորհրդարանում, հաշվի առնելով երեք առաջին դրատեժ իրավիճակը Դե տեսնենք, ես ինչ գործ ունեմ ընդդիմադիրների համախմբումը մեկնաբան եմ, առնվազն մինչ այս պահին ինչ տեսնում եմ, նույնիսկ Հայաստան դաշինքի ներսում համատարած համախմբում չկա, որքան հասկանում եմ Հայաստան դաշինքի տարբեր թևեր ու տարբեր ներկայացուցիչներ իրար հետ ինչ-որ հակամարտություն ունեն։ Աղվան Վարդանյանի մասնավորապես հետ կապված, որքան տեսնում եմ, ինչ-որ գրքերը չեն հանդարտվում, առնվազն մնացածը կտեսնենք էլի։ Մի հատ ինձ թվում է պետք է այդ խմբակցությունները նախ եւ առաջ իրանք իրար ներսով մի հատ համախմբվեն, հետո մնացածը արդեն տեսնենք, խնդրեմ։ Քանի որ հենց իշխանությունը բարեվարկության կանոնները օրակարգվել է, բայց երեկվա միջադեպը ցույց տվեց, որ եթե անհրաժեշտությունը կա, օրինակ իշխանությունը կարող է լարվածություն ստեղծել ազգային ժողովում։
Հիմա դուք ճիշտ եմ հասկանում, որ չեք բացառում, որ հնարավոր է այդ օրակարգից շեղվել, նկատի ունեմ բարեկարգության օրակարգից շեղվել եւ անցնեք օրինակ ինչպես ուզեք գումարման խորհրդարանում եղավ, գործը նույնիսկ խոսքը անցնի արդեն ձեռքի ուժին։ Նախ ես համաձայն չեմ ձեր տված գնահատականի հետ, որ իշխանությունը դուրս եկավ օրակարգից բարեկրթության, ես կարծում եմ, որ դրանից դուրս եկավ նախ եւ առաջ պարոն Կարապետյանը, այն ինչ տեղի ունեցավ ազգային ժողովի դահլիճում, հայլայնացում էր, Առաջինը Տարոն Չախոյանի ելույթն էր։ Ում էր ցիտում Տարոն Չախոյանը։ Ում էր ցիտում Տարոն Չախոյանը։ Ամենայն դեպս բարեկարգության վերաբերյալ այդ առաջարկությունը հնչել էր ազգային ժողովում։ Դե հա, եւ ազգային ժողովի ուժերի ներկայացուցիչները եւ լիդերները այդ թվում պետք է ինձ թվում դրան բան անեին, բայց այնուամենայնիվ ինչևէ այդ միջադեպը հարթված է, բայց եթե ձեր ասածն է, որ կարելի է մեզ վիրավորել ու մենք պետքա նույնիսկ մեզ վիրավորելու շրջանակներում, երբ որ մեզ վիրավորում են, մենք շարունակենք մնալ բարեկիրթ, ոչ մենք չենք շարունակել մնալ բարեկիրթ, երբ որ մեզ վիրավորեն։ Եթե ձեր ասածն է, որ մենք պետքա շարունակենք մնալ հեզ եւ բարեկիրթ, երբ որ մեզ հարվածում են, ոչ մենք չենք մնալու հեզ եւ բարեկիրթ այն ընթացքում, երբ որ մեզ հարվածում են։ Ես ասում եմ, մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք։ Մեր նկատմամբ կցուցաբերեն անհարգալից վերաբերմունք, կստանան շատ ավելի շատ անհարգալից վերաբերմունք։ Իսկ հիմա շատ པարզ կանոն է, որը պահելը չափազանց հեշտ է եւ որի պայմանները առավել քան հստակ են, խնդրում հարց չտված գործընկերներից եթե կան, խնդրեմ, այս նորից կանքես։ Պարոն Ալեքսանյան, հարցից վերաբերում մշտական հանձնաժողովներին եւ նախագահների տեխնացուներին, ես ճիշտ հասկացա ձեր խոսքից, եթե ոչ ընդունեմ, այսինքն որ դուք ասում եք ամեն ինչ որոշվելու է ազգային ժողովի դահլիճում։ Նկատի ունենք, որ դուք նախորդ վարչությունում ընտրված տեխնացուներին բոլոր 12-ին ներկայացնելու եք հանձնաժողովների նախագահների տեխնացուներ, տեխնացուները ներկայացնելու եք, թե այնուհանդերձ ընդդիմության ներկայացուցիչների հետ կգաք համաձայնության եւ կբաշխեք, այսպես ասած, թե որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմությունից թե իշխանությունից։ Չէ, դուք ինձ թվում է չեք հիշում, թե նախորդ գումարման խորհրդարանում դա ոնց է տեղի ունեցել, իդեպ պատմության մեջ առաջին անգամ, որտեղ միջև այդ այո, պրակտիկա կար, որ պայմանավորվում էին քաղաքական ուժերը, ինչը իդեպ այդքան վատ բան չի, էլի, սա ինչ որ բանով չեմ ասում, արգահատանքով չեմ ասում, պրակտիկա կար, որ ուժերը պայմանավորվում, իսկ նախորդ գումարման ընթացքում Դոնթի բանաձևով, ինչպես առաջին երկու հանձնաժողովը ընտրում է քաղաքացիական պայմանագիրը։ Մեկ հանձնաժողով, հետո ընտրում է ուժեղ Հայաստանը, հետո էլի երկու հատ քաղաքացիական պայմանագիր ու հետո արդեն չեմ հիշում, թե կոնկրետ ոնց էր այդ թվաբանությունը, բանաձևը ոնց կա, այդ հերթականությամբ ընտրում են։ Հետո ամեն խմբակցություն իր ընտրած հանձնաժողովներով, որոնք որ ընտրել է, առաջադրում է հանձնաժողովի նախագահի տեխնացու։ Պայմանավորվածությունների ճանապարհով չեք։ Չէ, պայմանավորվածությունների ճանապարհով չեն գնացել եւ այդ չգնալու դեպքում էլ էլի շատ նորմալ քաղաքակիրթ process կա, էլի։ Այսինքն այդպես կլինի։ Հա, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ, ամենայն հավանականությամբ ամեն ինչ այդ հունով էլ գնալու է, պարոն Կիրակոսյան, խնդրեմ։ Եվ ներողություն ճշտողված, այսինքն եթե իրենք ընտրեն, դուք ձեր տեխնացուներին այդպես չեք առաջադրի։ Չէ, եթե իրանք են ընտրում, էլ մենք չենք կարող առաջադրել, որտեղ Դոնթի բանաձևով դա արդեն իրենցն է։ Խնդրեմ։ Պարոն Ալեքսանյան, խնդրեմ ասեք կոնկրետ ոչ թվականին եւ ինչ միջադեպի շրջանակներում է Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը իր անձնական խնդիրները լուծելու համար ներգրավել ԱԱՑ Ալֆա ջոկատին։ Պարոն Կիրակոսյան, ձեր հարցին պատասխանել չեմ կարող։ Չունեք տեղեկություն։ Չէ, չեմ կարող պատասխանել ձեր հարցին։ Չունեք տեղեկություն։ Ինչու չեք կարող։ Չեմ կարող պատասխանել ձեր հարցին, պարոն Կիրակոսյան։ Որովհետև այդ աստիճան մանրամասներին չեմ տիրապետում։ Ինչպես օրինակ չեմ տիրապետում ամենատարբեր մանրամասներ։ Հիշում եմ, օրինակ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին լրագրողներից մեկին առևանգել էին, ծեծել էին, էլի չեմ հիշում, թե կոնկրետ որ թվականին, որ ամսաթվին, օրվա որ ժամին է դա տեղի ունեցել, չեմ հիշում այդ տարին նահանջեր թե չէ, բայց հիշում եմ հստակ, որ նման դեպքեր տեղի ունեցել։ Եթե դուք դա գալիս եք ազգային ժողովի ամբիոնի ձայնով օրինակ ասում եք, չպետք է արդեն դետալներն հա, հստակեցնեք, որովհետև հարցեր են հնչում, ձեզ ասում են որտեղից այդ ինֆորմացիան ձեզ։ Չէ, չեն հնչում նմանատիպ հարցեր կամ եթե հնչում են այդ հարցեր, դե ես էլ ասում եմ ձեզ, չէ, չեմ հիշում մանրամասները։ Ներկայացնեք առաջիկա մանրամասները։ Չգիտեմ, կներկայացնեմ, թե չեմ ներկայացնեմ։
Դե գուցե այն մի դեպքն էլ չի եղել, գուցե Պողոս Պողոսյանն էլ չի սպանվել Զուգարանում, գուցե ազգային ժողովի բակում Լևոն Քոչարյանի օգնականի կողմից ձեր գործընկերն էլ չի ծեծվել, պարոն Կիրակոսյան։ Դե հիմա կներեք, բայց չէ, ընդհանուր գործողությունների պատեռնը Քոչարյան ընտանիքի որևիցե պետական պաշտոն զբաղեցրած ներկայացուցիչների այնպիսինն է, որ միանշանակ եղել է նման միջադեպ։ Բայց դուք չեք հիշում ոչ թվականը, ոչ իրադարձությունը, ոչ վայրը։ Ինչպես եւ նորից եմ ասում, չեմ որտեղ կներեք Պողոս Պողոսյանի դեպքում դժվարացնեն գիտենք։ կներեք անկեղծ որ ասեմ Պողոս Պողոսյանի սպանության օրինակ ամիսն էլ չեմ հիշում, կներեք, խնդրեմ, այլ հարցեր։ Մեկ հարց ամեն քանի որ այսօր գրվեց, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Qırğızstan, ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու, դուք որևէ տեղեկություն ունեք Նիկոլ Փաշինյանը ի վերջո այդ նիստի ժամանակ ռուսական սահմանափակումների թեման բարձրաձայնելու եւ փորձելու այնակ Ռուսաստանի վարչապետի հետ մեր գյուղացիների արտահանման կապված այդ խնդիրները լուծել, երկեր գտնել այդ Կոնկրետ նիստի օրակարգի հետ կապված տեղեկություններ չունեմ, բայց կարող եմ միանշանակ ասել, որ կառավարությունը եւ մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն ամեն ջան գործադրելու են այդ ուղղությամբ։ Մի հարց է պարոն Ալեքսանյան, շնորհակալություն համար, ամփոփելով խորհրդարանական աշխատանքի մի քանի օրերը պարոն Ալեքսանյան, ձեր տպավորությամբ խորհրդարանական ընդդիմությունը այս խորհրդարանում ինչ որակարգով է եկել։ Հաշվի առնենք այն մեսիջները, այն շեշտադրումները, որոնք դրվել են նրանց ելույթներում մարտի 1 եւ այլն։ Դե առնվազն առաջին օրվանից իսկ փորձեցին հասկանալ, թե ինչ ազգություններ է մոտիկից տեսել Ռուբեն Ռուբինյանը, հետո արդեն ամեն ինչ կարծես մնացած օրերի համար կարծես ինչ որ առանձնահատուկ պլանավորում չունեին ու հիմա բաց նավարկության մեջ է ընդդիմությունը, առանձնապես չեմ հասկանում, թե ինչ օրակարգ են հետապնդում։ Բացի հիմնական իշխանապողության օրակարգը, որի մասին Ես չեմ կարծում այդ օրակարգի ուղղությամբ էլ ինչ որ առնվազն ոչինչ չեմ տեսնում, ես ձեզ որ անկեղծ ասեմ։ Ոչինչ չեմ տեսնում։ Չգիտեմ, բայց դուք իմ գնահատականն եմ ասում, ոչ մի բան այդ ուղղությամբ էլ առանձնապես չեմ տեսնում։ Այսքանը, շնորհակալություն հարգելի գործընկերներ։